Վաշինգտոնի հայտարարությունը դնում է ամուր հիմք համագործակցության եւ հարաբերությունների զարգացման նոր դարաշրջանի համար, հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության հարգանքի վրա։ Այն նաեւ ծառայում է որպես առաջ շարժվելու հիմք մնացած բոլոր հարցերը լուծելու համար, ներառյալ մեր երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը, որը նախաստորագրվել էր Վաշինգտոնյան գագաթնաժողովի ընթացքում։ Տարածաշրջանային հաղորդակցությունների բացման վերաբերյալ մեր քննարկումները հիմա դարձել են առավել քան գործնական, ներառելով թրիպուղու իրագործմանն ուղղված քայլերը Հայաստանի խաղաղության խաչմերուկ նախաձեռնության շրջանակում։ Այս ուղին կնպաստի ոչ միայն Հարավային Կովկասի տարածաշրջանին, այլ նաև կունենա գլոբալ նշանակություն կապելով Կենտրոնական Ասիան, Եվրոպային։ Անցնելիք ճանապարհը մեզնից պահանջում է համբերություն եւ հոգատարություն, փոխադարձ վստահություն կառուցելու համար։ Վստահության կառուցման կարևոր քայլ էր ԵԱՀԿ Մինսկի գործընթացի եւ հարակից կառույցների փակումը, Հայաստանի եւ Ադրբեջանի համատեղ դիմումի հիման վրա։ Եվ վերջապես, այստեղ Թուրքիայում գտնվելով չեմ կարող չարտահայտել իմ լավատեսությունը, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը նույնպես շուտով կբերի դրական արդյունքներ։ Այժմ ընթացող կառուցողական եւ ակտիվ քաղաքական երկխոսությունը մեզ հույս է տալիս, որ այն շուտով կվերածվի մեր հարաբերությունների ինստիտուցիոնալացման, սահմանների բացման եւ ավելի լայն համագործակցության։ Շնորհակալ եմ։